Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում վերջ, Քաջիկը մահացավ և իր հետ հավերժ տարավ Աշոտի մահվան, ավելի ճիշտ Աշոտի սպանության մասին գաղտնիքը։ Դրսում բոլորը սրտատրոփ սպասում էին, թե ինչ էր նա պատրաստվում ասել Հայկին, բայց Քաջիկը միայն մի բան հասցրեց արտաբերել՝ Աշոտը Լալայի հետ չի փախել։ Մի նախադասություն, որը ոչ թե պարզություն մտցրեց, այլ ավելի խորը շփոթություն ու տասնյակ հարցեր առաջացրեց Հայկի մտքում։ Նա բնականաբար սկսեց կասկածել, որ գուցե այն անանուն հաղորդագրությունները, որ արդեն մի քանի անգամ ստացել էր, հենց Քաջիկն էր ուղարկում, բայց այդ հարցին պատասխան ստանալ այլևս անհնար էր։ Դրսում Նարեն ու Անիկը լարված սպասում էին։ Նրանք այնքան էին վախեցած, որ չէին կարողանում կանգնել մի տեղում։ Հայկի դուրս գալու պահը նրանց թվում էր ճակատագրական, կամ ամեն ինչ կփլուզվի, կամ դեռ կարելի է փրկել։ Բայց երբ նա վերջապես դուրս եկավ հիվանդասենյակից, ամեն բան անսպասելիորեն հանգիստ ապցավ։ Ոչ աղմուկ, ոչ բղավոց, ոչ բախում, որովհետև Հայկը ի վերջո չիմացավ այն, ինչին սպասում էին բոլորը։ Ճշմարտությունը մնաց սառեցված։ Տուն վերադարձից հետո Հայկը հավաքեց ընտանիքի անդամներին՝ Միքոյին, Քերուն, Վարոյին։ Նա մանրամասն պատմեց իր և Քաջիկի վերջին խոսակցությունը, այն միակ նախադասությունը, որ հասցրեց ասել Քաջիկը նախքան մահանալը։ Միքոն լսելով եղբոր պատմածը առաջինն է, որ կասկած է հայտնում։ Նա ասում է, որ անհավատալի է։ Քաջիկը պարզապես այդքան ճանապարհ անցներ, զանգեր Հայկին, նրան այդպես շտապեցներ միայն այսքան բան ասելու համար, մահից առաջ Հայկին կանչեր, որ միայն դա ասեր, ինչ-որ բան կիսատ է, ինչ-որ բան թաքցված է։ Քեռին ու Հայկը ևս համաձայն են։ Ճշմարտության մի հատված կա, որը բաց թողնվեց, որը խլեց մահը։ Վարոն իր հերթին հարցնում է, արդյոք Քաջիկը որևէ մեկի անուն չի տվել։ Հայկը բացասական պատասխան է տալիս և այդ պահից սկսած բոլորի մտքում հարցերի պակաս չկա։ Հայկն ու Միքոն համախմբվում են մի նպատակով՝ գտնել իրենց հորը։ Եթե Աշոտը Լալայի հետ չի փախել, եթե նա Լալայի կողքին չէ, ուրեմն ուր է հիմա։ Իսկ եթե Աշոտը չկա, ապա ուր է Լալան։ Երկուսն էլ կորած են, բայց գուցե նույն պատմության մեջ են։ Իսկ Արմոն, նա խորապես հիասթափված է։ Քաջիկի մահը չբերեց այն արդյունքը, որի համար նա այդքան աշխատել էր։ Նրա պլանը Հայկին Քաջիկի բերանով պատմել Սաքոյի հանցանքի մասին ձախողվեց։ Նա համոզված էր, Հայկը իմանալով ճշմարտությունը շուռ կտար ամեն ինչ, ու Ադամյաններն ու Աշոտենց ընտանիքը հավիտյանս թշնամիներ կդառնային։ Ուրեմն Հայկը երբեք էլ Նարեի կողքին չէր լինի, բայց կյանքը այլ խաղ խաղաց Արմոյի գլխին։ Քաջիկի մահվան գիշերը Սաքոն ու Արմոն միասին նստած են բակում։ Նրանք լուռ են մի պահ, հետո Արմոն խախտում է լռությունը, ասում է, որ ամեն ինչից դատելով Քաջիկը ոչինչ չի ասել։ Եթե Հայկը լուռ դուրս եկավ հիվանդասենյակից ու որևէ մեկին հարց չտվեց, ուրեմն ճշմարտությունը չի բացահայտվել։ Սաքոն սառը ու հանգիստ պատասխանում է, որ ոչ, Քաջիկը ոչինչ չի ասել և ոչ էլ պետք է ասեր։ Այդ խոսքերից հետո Արմոն ցնցվում է, նա միանգամից հասկանում է, Սաքոնը արդեն եղել է Քաջիկի մոտ, նա արդեն խոսել է Քաջիկի հետ և հավանաբար ստիպել է Քաջիկին լռել, միգուցե վերջին անգամ, սպառնալով կամ պարզապես հիշեցնելով այն գաղտնիքը, որն ի դեպ իր հետ գերեզման տարավ Քաջիկը։ Հարգելի հետևորդներ, Քաջիկի մահից հետո արդյոք Սաքոյի խիղճը կտանի և արդյոք կշարունակի Հայկից գաղտնի պահել անցյալում տեղի ունեցածը։ Գրեք մեկնաբանություն։